էիր ուզում ինձ ասել։ Ես չեմ գնա մինչև չասես այն ինչի համար եկել ես։ Մորաքույր, ես ուղղակի ուզում էի։ Սակշի հեռախոսը զանգում է։ Անջատեց։ Ներեցեք, մորաքույր։ Ես արդեն ինչքան ժամանակ ես սա ուզում եմ ձեզ ասել, որովհետև Ինչու է անջատում։ Մորաքույր, դուք չեք էլ պատկերացնի, որ ձեր ապագա հարսը ինչ որ մեկն անընդհատ զանգ է տալիս։ Երևի շատ կարևոր է։ Պատասխանիր։ Շնորհակալություն, մորաքույր։ Ներեցեք։ Ալո։ Ալո, Սակշիջի։ Ես շատ եմ սիրում ձեր ալիքը, եւ ես ձեր մեծ երկրպագուն եմ։ Ես հիմա կարևոր հանդիպման եմ։ Կարող ենք հետո խոսել։ Մի անջատեք հեռախոսը։ Ես ձեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, եւ երբ դրա մասին լսեք, վազելով կգաք այստեղ։ Արագ ասեք։ Դուք այնքան գեղեցիկ եք խոսում։ Բոլոր մյուս հեռուստալիքների հաղորդավարները ոչինչ են ձեր համեմատ։ Մայրիկ, Բաուջին կարծես թե քեզ է փնտրում։ Բոլորը զբաղված են, նա էլ մենակ նստած ձանձրանում է։ Մեկ էլ տեսար թողեց ու գնաց։ Ոչ, այդպիսի բան չի լինի։ Ես այնքան եմ խնդրել, որ նա այստեղ գա։ Հիմա կգնամ։ Լսեք, ինչի համար ինձանից այսքան ժամանակ խլեցիք։ Եթե կարևոր բան ունեք ասելու, խոսեք, թե չէ անջատում եմ հեռախոսը։ Ինչ որ ասելու եմ շատ կարևոր է։ Իմ տան հետևում մի պահեստ կա։ Այնտեղ մի քանի ահաբեկիչ է հավաքվել։ Նրանցից մեկը հատկապես վտանգավոր է։ Խնդրում եմ, արագ եկեք, նկարեք, թե ինչ է կատարվում այստեղ։ Ինչ։ Այո, նա ասում էր, որ ուզում է ձեզ հարցազրույց տալ, այսինքն ցանկացած լրագրողի։ Սակշիջի, քանի ուրիշ ալիքներից չեն եկել ու նրանից հարցազրույց չեն վերցրել, դուք եկեք։ Դուք մեր հայրենիքի ծառայելու մեծ հնարավորություն ունեք։ Ես ուզում եմ, որ դուք ավելի հանրաճանաչ դառնաք։ Արագ ասեք այդ ահաբեկիչների անունները։ Անուն։ Ինչ անուններ ասեմ։ Լավ, սպասիր։ Նրա անունը Մուննա է։ Մուննա Պաթանը։ Այո, բայց նա շատ հայտնի ահաբեկիչ է։ Իշխանությունները վաղուց են ուզում նրան ձերբակալել։ Ուրեմն ինչու եք կանգնել իմ դիմաց։ Արագ գնացեք։ Ձեր դիմաց։ Ես ուզում եի ասել, որ արագ գնաք այդտեղից։ Դուք պետք է օքլա գնաք։ Այնտեղ անվադողերի պահեստ կա։ Շնորհակալ եմ։ Հիմա կգնամ։ Մորաքույրն ուր գնաց։ Լավ, ոչինչ։ Թափքի մասին ես նրան հետո կասեմ։ Հիմա այդ հարցազրույցն ավելի կարևոր է։ Դա ինձ հռչակ կբերի։ Տիկին, թողեք բարեմ։ Գնա մեքենան բեր։ Մենք հենց հիմա պետք է մի հարցազրույց վերցնենք։ Բայց տիկին, այսօրվա համար ոչինչ ծրագրած չէր։ Ծրագրած չէր, բայց հիմա ծրագրվեց։ Միայն իմացիր, որ սա բացառիկ հարցազրույց է լինելու։ Մուննա Պաթանի մասին լսած կաս, նա ահաբեկիչ է եւ հիմա ուզում է հարցազրույց տալ, այնպես որ գնա բեր մեքենան։ Պետք է շտապենք, գնա։ Տիկին։ Ներեցեք, տիկին, ես պատահաբար լսեցի ձեր խոսակցությունը։ Մուննա Պաթան առավոտյան սպանվել է փոխհարաձգության ժամանակ։ Այդ ինչ հիմարություն է։ Իմ աղբյուրները հայտնեցին, որ նա ուզում է հարցազրույց տալ։ Կլռես վերջապես։ Տիկին, գուցե նրանք էլ ոչինչ չգիտեն, բայց Մուննա Պաթան առավոտյան իսկապես սպանվել է։ Խնդրում եմ։ Մի րոպե, Բահաբի, գործերի մասին հետո կխոսեք։ Ներեցեք, արի։ Տիկին, թափքին ճիշտ է ասում, ես նոր համացանցում նայեցի։ Այդ ահաբեկիչը առավոտյան իրոք սպանվել է փոխհրաձգության ժամանակ։ Ինչ։ Նշանակում է ինչ-որ մեկն ինձ հիմարի տեղ է դրել։ Դրա համար էլ մորաքրոջը ոչինչ չեմ կարողանում ասել։ Չեմ կարողանում ասել, որ թափքին կակազում է։ Ինչպես միշտ հիմա էլ թափքին ապացուցեց, որ խելոք է ու գնաց։ Ինչ ես կանգնելու ինձ նայում։ Գնա այստեղից։ Մատուցող։ Սպասիր։ Ողջույն, Դրով։ Ողջույն։ Ներիր ուշացանք, սա մի քիչ անսպասելի հրավեր էր եւ մենք ոչինչ։ Իրականում սա ինձ համար էլ էր անակնկալ։ Չգիտեմ էլ թե ով է գալու, ով ոչ։ Բայց շատ ուրախ եմ, որ դուք եկել եք։ Շնորհակալ եմ։ Մենք այնքան ենք ուզում ծանոթանալ մեր ապագա հարսի հետ։ Այո, շատ ենք ուզում տեսնել նրան։ Իհարկե։ Ադիտի, ես պետք է գնամ։ Պարոն Դրովն ինձ կանչում է։
Լավ գնա։ Սա թափկին է։ Նա փոխել է իմ կյանքը։ Գիտեք, ես այնքան բախտավոր եմ, որ թափկին հայտնվել է իմ կյանքում։ Եվ շուտով ամուսնանալու է ինձ հետ։ Նա քեզ գովելուց բացի ուրիշ բան չի անում, բայց չի ուզում մեզ ծանոթացնել։ Դրա համար էլ հիմա ես մեզ բոլորիս կներկայացնեմ։ Ես Ամանն եմ, սա Ամիտան է։ Ողջույն։ Սա Սանջային է, սա էլ Մային է։ Ողջույն։ Սա էլ մեզ բոլորիս կողմից։ Շնորհակալություն։ Ես շատ ուրախ եմ, որ դուք բոլորդ այստեղ եք։ Թափկին առավոտից ոչինչ չի կերել։ Ինչ ես անում։ Նախ ասա, տեսել ես Վասու մորաքրոջը։ Ոչ։ Թափկի, ինչ տարօրինակ անուն է։ Ես այդպիսի անուն երբեք չեմ լսել։ Որտեղից լսեիր։ Աղջիկն էլ, իր անունն էլ, երկրորդ օրինակը չունել աշխարհում։ Իմ իսկական անունը Վանի է, բայց տանն ինձ բոլորը թափկի են ասում, սիրով։ Բաբի, իսկ անունը տով է թափկի դրել։ Հայրիկս է։ Նա ծնված օրվանից այնքան խելոք է եղել, որ բոլորը ուսին թփթփացրել են, անունն էլ այդպես թափկի է մնացել։ Երկու ափսե կադի պանիր և երեք ափսե կծուր Դե լավ ժամանակ անցկացրեք, լավ։ Դե դու առավոտից ոչինչ չես կերել, գոնե հյութ խմիր։ Մի քիչ ավելի ուշադիր եղել քո հանդեպ։ Հանուն ինձ, լավ։ Ես հիմա կգամ։ Լավ։ Շնորհակալություն Դրովջի։ Շնորհակալություն, ինչի համար։ Շնորհակալություն, որովհետև միշտ կանգնում եք թափկիի կողքին։ Նրա բախտը բերել է, որ հանդիպել է ձեզ։ Դուք իրար համար եք ստեղծված։ Մի մտածիր Ադիտի։ Դու էլ նրան շուտով կգտնես։ Նա ով քեզ համար է ստեղծված։ Թափկի, կարող եմ խոսել քեզ հետ, խնդրում եմ, առանձին, եթե հնարավոր է։ Այո, տիկին, լսում եմ։ Լսիր, ես գիտեմ, որ միշտ վատ եմ վերաբերվել քեզ։ Երբեք քեզ հետ կարգին չեմ խոսել։ Բայց գիտես, երբ երկար ստուդիա այն օրը, եւ ասացիր, որ քո եւ Դրուվի ամուսնությունից հետո մեր միջև ոչինչ չի փոխվի, ազնիվ խոսք։ Ես մեծ հարգանքով լցվեցի քո նկատմամբ։ Լսիր, մենք ամեն ինչ պետք է նորից սկսենք։ Դրա համար էլ ես քեզ համար անակնկալ եմ պատրաստել։ Խնդրում եմ, արի ինձ հետ։ Ներեցեք, ներիր Ադիտի, կարող եմ մի քանի րոպեով խլել քրոջդ։ Խնդրում եմ։ Զգույշ եղիր դի։ Շնորհակալություն։ Արի թափկի, խնդրում եմ, արի։ Խնդրում եմ, տիկին, ինչու եք ինձ այստեղ բերել։ Այո, դու ճիշտ ես։ Ինչու եմ քեզ այստեղ բերել։ Ես պետք է քեզ ագրատ անեի։ Դու այնտեղից ես, չէ։ Եկել ես, որ կյանքս թունավորես։ Ինչ եք ասում, տիկին։ Դուք ասում եք, որ մենք պետք է անցյալը մոռանանք։ Ամեն ինչ զրոյից սկսենք։ Իմ թանկագին թափկի, մենք ամեն ինչ զրոյից կսկսենք։ Բայց ոչ որպես բարեկամներ։
այլ որպես թշնամիներ։ Ես ինչպես եմ քո արածները ներելու, չէ՞։ Լսիր, հիմա քեզ մի բան կպատմեմ։ Գիտես, երբ ես փոքր աղջիկ էի, եթե դասարանցիներիցս որևէ մեկը գրիչս գողանում էր, ես նրան չէի ներում։ Շատ էի զայրանում։ Իսկ դու գողացել ես իմ հանգիստը, իմ խաղաղությունը, ստուդիայում իմ դիրքը։ Դու ամեն ինչ խլել ես ինձանից։ Բայց էլի չես հանգստանում։ Դու նույնիսկ Դրուվին խլեցիր ինձանից։ Նրան հմայեցիր քո այդ անմեղ դեմքով։ Դու մի սովորական սկսնակ էիր, բայց նպատակ էիր դրել հարս գնալ պանդեների ընտանիք, ինչպիսի փառահեղ պլան։ Ես մտածում էի, թե դու պարզ ու հասարակ աղջիկ ես։ Իմ ներկայությամբ չէիր խոսում, բայց այսօր Դրուվը միայն քո ձայնն է ուզում լսել։ Դու ամաչում էիր աչքերիս նայել, բայց այսօր այդ աղջիկն իր տեղն է գտել Դրուվի սրտում։ Դու համեստ նստում ես ստուդիայի մի անկյունում։ Այսօր այս տան թագուհին ես դարձել։ Ինչպես ես կարողանում։ Տիկին։ Ինչպես։ Դուք շատ եք խմել։ Քո փողով եմ խմել։ Ներիր թափքի։ Ես մոռացել էի, որ քո ապագա ամուսնու փողով եմ խմել։ Ես կվերադարձնեմ իմ խմածի գումարը։ Ինչ եք ասում, տիկին։ Լռիր։ Չխոսես։ Հերիք է ձևեր թափես ու ինձ հետ քաղաքավարի խոսես։ Ինչ ես կարծում։ Որ Դրուվի հետ ամուսնանալով իմ ղեկավարն ես դառնալու ու գլխիս ես նստելու։ Ես չեմ թողնի, որ դու ամուսնանաս։ Դու ոչ մի բանի էլ չես հասնի, հասկացար։ Դու գիտես, որ հաղթաթուղթը դեռ իմ ձեռքում է։ Ինձ քո պատճառով նվաստացրին։ Ես նույնը քեզ հետ եմ անելու։ Քո երազանքը ամուսնությունդ հոդս է ցնդելու։ Քո իսկական դեմքը բացահայտվելու է բոլորի մոտ։ Բոլորի մոտ։ Արի այստեղ, ես քեզ մի բան եմ ուզում ցույց տալ։ Տիկին, ինչ եք անում։ Արի այստեղ, թափքի։ Ոչ, քո անունը Վանի է։ Սկսել ես քեզ երևակայել, քանի որ Դրուվը քեզ հետ է։ Ոչինչ։ Շատ շուտով ես քեզ դուրս կգցեմ նրա կյանքից, այն էլ ինչպես կգցեմ։ Եվ էլ չես կարողանա քեզ երևակայել։ Ես քեզ մի բան ցույց կտամ։ Հետևում ինչ որ բան տեսնում ես։ Ուշադիր նայիր, տեսնում ես։ Տեսար։ Քո աչքերին սև ներք չի սազում։ Սա քեզ պետք չէ։ Մաքրիր։ Օգնեմ քեզ։ Մաքրիր այս սև ներկը։ Այս շրթներն ինչու ես սկսել։ Այս շուրթերին ավելի հաճելի է նայել, երբ դրանք կակազում են։ Երբ դողում են, մաքրիր։ Էլ չքսես։ Դու անընդհատ կակազում ես, բայց լավ առաջ ես շարժվում կյանքում։ Հիմա էլ ապտակ կստանաս։ Ինչ ես ստանալու։ Մի քանի լավ ապտակ, հասկացար ինձ։ Տիկին, խնդրում եմ տիկին։ Դու քարփած եք։ Այս հետո կգամ ձեզ հետ։ Սպասիր։ Ինչպես ես այդպես գնում։ Չհամարձակվես։ Հիմա կտեսնես։ Ես դեմքդ այն նորն եմ գցելու, որ ամաչես դրանով որևէ մեկի աչքին երևալ։ Մայրիկ, թափքին ոչ միտեղ չես տեսել։ Ոչ, ինձ էլ թվում էր քեզ հետ է։ Ոչ, մայրիկ, նա ինձ հետ չէ, չգիտեմ ուր է գնացել։ Դրով, ուշադիր եղիր նրա նկատմամբ։ Ջրի բակի հետ կապված այն պատմությունից հետո ես միշտ վախենում եմ, թե նրա հետ էլի մի վատ բան կարող է պատահել։ Հիմա ես քեզ ցույց կտամ։ Տիկին, մի քիչ ինչ։ Տիկին, խնդրում եմ։ Դու կանգնած ես իմ ճանապարհին։ Այս անգամ բախտդ քեզ չի շփտա եւ դու չես փրկվի։
բան չեմ արել։ Ես ոչինչ չեմ արել։ Ես միայն վախեցնում էի քեզ։ Փրկեցեք։ Թափքի հանիր դա։ Ներիր, ես դիտավորյալ չարեցի։ Ներիր, ես դիտավորյալ չարեցի։ Ես միայն ուզում էի վախեցնել թափքին։ Ես չէի ուզում այրել նրան։ Ես ճիշտ եմ ասում։ Ես չէի ուզում սպանել թափքին։ Ես շատ եմ ցավում։ I'm really sorry. Կրակը հանգեց, ներսում էլ դրսում էլ։ Ինչպես ես համարձակվում կեղտաջուր լցնել վրաս։ Մատը իջեցրու։ Գոյեղիր, որ վրատ բենզին չլցրեցի։ Թե չէ դեմքդ ոչ թե կկեղտոտվեր, այլ կմոխրանար։ Հասկացա՞ր։ Արի, թափքին նրա դեմքն էիր ցույց տալիս։ Հիմա ես էլ քո դեմքը քեզ ցույց կտամ։ Մազերը թռչնի բնի ավելի են նման, քան մարդու մազերի։ Առաջ բեր, առաջ բեր։ Ու սևներ կաց աչքերդ, եթե մտքերդ են սև, աչքերից սևներ քսել ում է պետք, մաքրիր։ Քեզ ինչ է անելու շերտներքը, եթե բերանից հետ միայն թույն է թափվում, դա էլ մաքրիր։ Ահա, այդպես լավ է։ Այս իսկական դու ես։ Դու ուրվական ես նման, բայց քեզ փերիի տեղ ես դրել։ Բիհան, բաց թող նրան։ Սպասիր։ Ես խոսում եմ նրա հետ։ Դե Սաքշիջի։ Մյուս անգամ այսպիսի սխալ չանես։ Որովհետև այսօր ես քեզ սևացի միայն մեր տանը։ Եթե էլի սխալ անես, ամբողջ քաղաքը քեզ այս վիճակում կտեսնի։ Լավ հիշիր։ Դա Բիհանն է ասում, իսկ նրա ասածը ասած է։ Արի դրով։ Պանն ինձ ամեն ինչ պատմեց։ Դրով։ Նույնիսկ քեզ հետ այսքան տարի նույն տեղում աշխատելով, մտքովս չէր անցնի, որ դու նման բանի ընդունակ կլինես։ Ես քեզ այդքան վստահում էի, Սաքշի։ Քեզ էի հանձնել ամբողջ ընկերության պատասխանատվությունը։ Նույնիսկ ուզում էի հաղորդում պատրաստել, որը դու էիր վարելու։ Բայց դու արժան չես ոչ մի բանի։ Նրանք, ովքեր նախանձում են ուրիշի երջանկությանը, կյանքում երբեք ոչ մի բանի չեն հասնի։
Նայիր նրան։ Նա հաթափքին։ Նա ամեն ինչի հասել է այսքան կարճ ժամանակահատվածում։ Իսկ հիմա քեզ նայիր։ Դու ամեն ինչ կորցրիր։ Դու ազատված ես։ Վաղվանից չգաս աշխատանքի։ Եվ լսիր, եթե սրանից հետո ես քեզ տեսնեմ իմ կամ թափկեի կողքին, այդ ժամանակ կիմանաս։ Դուրս գնա։ Ես մորաքրոջը միայն ուզում էի թափկեի մասին ասել։ Չհամարձակվես թափկեի անունը տալ, հասկացար։ Բարկի, հույս ունենանք, որ նա հիմա մայրիկին չի ասի թափկեի մասին։ Ես այնքան եմ վախենում դրանից։ Ինչ էիր ուզում ասել թափկեի մասին։ Որ նա քո չափ կյանքի փորձ չունի։ Նա այնքան բան է հասկանում կյանքից, որ դու նույնիսկ այսքան գաղափար չունես։ Ինչ ես ասելու թափկեի ընտանիքի մասին։ Ասելու ես, որ հարուստ չեն։ Քեզ նման մարդիկ երբեք չեն հասկանա նրա ունեցած բարձր արժանիքները։ Մեր ամբողջ կարողությունը ոչինչ է նրա դաստիարակության ու քաղաքավարության համեմատ։ Մորաքույր, ես միայն ուզում էի ասել, ինչ էիր ուզում ասել, որ թափկին քիչ է խոսում։ Ես երբեք չեմ սիրել այն աղջիկներին, որոնք անդադար խոսում են ու հիմար բաներ են ասում։ Թափկին հասկանում է խոսքի արժեքը, հարգում է մարդկանց։ Ես ուրախ եմ, որ նա պարկեշտ է, զուսպ է։ Նա իրեն պահել գիտի։ Իսկ դու? Դու բարձր հասարակությունից ես, բայց քեզ այսպես ես պահում։ Ես շատ երջանիկ եմ, որ թափկիի պես հարս ունեմ։ Նա ում տուն հարս կգնաս դու, այնքան դժբախտ է լինելու։ Դու պետք է ամաչես քեզանից, հեռացիր այստեղից։ Հեռացիր, որպեսզի քեզ էլ իմ տան մոտ չտեսնեմ։ Սպասիր։ Կոշիկներդ հանիր ձեռքիդ պահիր։ Որովհետև գուցե շները տեսնեն, հետապնդեն քեզ։ Այդպես փախչելն ավելի հեշտ կլինի։ Թափքի։ Թափքի։ Մի վախեցիր։ Ես միշտ քեզ հետ եմ։ Մենք բոլորս ենք քեզ հետ։ Բիհան։ Եթե դու ժամանակին չգայիր, չգիտեմ, թե ինչ կպատահեր թափքի։ Շատ շնորհակալ եմ։ Բայա, անոնք քո երջանկության եւ մեր ընտանիքի անվտանգության իր սիրով կյանքս էլ կտամ։ Նրանք բոլորն են մեղավոր իմ այս վիճակի համար։ Այդ պարավը։
Պարավը համարձակվեց ապտակել ինձ։ Այն էլ այդ կեղտոտ կակազի թափքիի համար։ Ես ոչինչ էլ չեմ ասի թափքիի մասին։ Դու քո պատիժը կստանաս ինձ ապտակելու համար, երբ Դրուվն ամուսնանա թափքիի հետ։ Թափքի աղջիկս։ Ներիր մեզ։ Մենք քո կողքին էինք, բայց թողեցինք, որ քեզ հետ նման բան լինի։ Ներիր մեզ աղջիկս։ Բայց սրանից հետո քեզ ոչ մի վատ բան չի պատահի։ Ես քեզ խոսք եմ տալիս։ Ես քեզ խոսք եմ տալիս, պարավ։ Դու ինձ ապտակեցիր։ Բայց սպասիր։ Երբ Դրուվի ամուսնությունից հետո թափքին խոսի, կտեսնեմ, թե ինչ վիճակի մեջ ես ընկնելու։ Դու ինձ մի անգամ ապտակեցիր, բայց ամեն անգամ, երբ թափքին բերանը կբացի ու կակազելով կխոսի, դու այնպիսի ապտակ կստանաս, որ երկար չես դիմանա։ Արի, ներս գնանք։ Գնանք։ Պարոն, դուք գնացեք, ես հիմա կգամ։ Լավ։ Սպասիր, Բիհան։ Բիհան, դու լավ չվարվեցիր։ Ինչ ես ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ այն ինչ արեցիր Սաակշիի հետ, ճիշտ չէր։ Ապրես, հոյակապ է։ Լավություն անուղի գլուխը ծակ է։ Ես քեզ պաշտպանում եմ, իսկ դու… Բիհան, դու հաշվի չարար, որ նա աղջիկ է։ Այն, ինչ նոր արեցիր նրան… Իսկ Դրուվի ասածը ոչինչ։ Նա նրան աշխատանքից որպես տնօրեն ազատեց։ Դա նրա իրավունքն է։ Իսկ այն, որ մայրիկը նրան ապտակեց… Բիհան, նա տարիքով մեծ է, ամեն ինչ կարող է անել։ Հրաշալի է, Դրուվը տնօրեն է, մայրիկը մեծ է, կարող է ում ուզի պատժել։ Իսկ իմանացես սխալ էր, այո։ Բիհան, տեսնում եմ, դու ինձ չես հասկանում։ Լավ, մոռացիր, ես քեզ չեմ հասկանում։ Մենք երկուսս էլ իրար չենք հասկանում։ Ես եմ մեղավոր, որ… Լավ, ինչևէ, ներիր ինձ։ Տեր Աստված։ Նա էլ Դրուվն էլ մի Սանդրի կտավ են։ Բայց ինչ վերաբերում է ինձ, ես էլ նրան տեսնել չեմ ուզում։ Պարոն Դրով, այսօր, երբ դուք ձեր ընկերների հետ էիք, այնքան ուշադիր էիք իմ նկատմամբ, այնքան հարգանքով էիք խոսում ինձ հետ, դրա համար ես անչափ շնորհակալ եմ ձեզ։ Դու պետք է ստանաս այն, ինչին արժանի ես։ Իսկ դու աշխարհի ամենալավ աղջիկն ես։ Դրա համար էլ լավագույնին ես արժանի։ तुम्हें बेस्ट ही मिलना चाहिए। Դրա համար էլ դուք ինձ հետ եք։ Դուք աշխարհի ամենալավ մարդն եք։ Իսկապես, պարոն Դրուվն ամենալավն է։ Նրա ընտանիքն էլ։
Նրանց կողքին ես ինձ այնքան լավ եմ զգում։ Ադիտի։ Ինչ է թափքի, ինչ է դի։ Այնտեղ մեր տանը գող կա։ Ինչ։ Երևում է գողը հայրիկի ու մայրիկի սենյակ է գնացել։ Միացրու միջանցքի լույսերը։ Ես հիմա այդ գողին ցույց կտամ։ Մայրիկ, հայրիկ, գողը։ Գողը։ Վարուն Բհայա։ Հատիտի։ Վարուն։ Այսով է, ինչ է։ Վարուն Բհայան է։ Վարուն։ Երբ ես եկել։ Հենց նոր։ Եվ արդեն ինձ ուզում էին ծեծել։ Եթե տարիներ շարունակ չես եկել, հիմա ծեծի ես արժանի։ Մայրիկ, ինչքան ես արել։ Ապրես, դա նրա սիրած խոսքն է։ Հիմա էլ դու նրան ասա, ինչ է պատասխանելու։ Հայրիկ, ես կասեմ, թե մայրիկն ինչ կպատասխաներ։ Ինչ։ Դուբայում բոլորովին ուտելու բան չկար։ Բհայա, ինչպես ես այսքան հանկարծակի վերադարձել։ Գոնե զգուշացնեիր։ Ես վաղուց էի ուզում վերադառնալ։ Հետո տեսա, որ մեծ զեղչերով տոմսեր կան, որոշեցի օգտվել դրանից։ Նախորդ անգամ չհասցրի գալ թափքի հարսանիքին, բայց այս անգամ ժամանակ կար։ Քույրս ամուսնանում է։ Ես չեմ կարող չմասնակցել հարսանիքին։ Չի կարող պատահել։ Բարի գիշեր։ Որտեղ է ճամպրուկդ։ Թողել եմ այն պատուանի մոտ, որով մտել եմ։ Գնա բեր։ Տղաս, ինչ լավ է, որ եկել ես, հոգնած կրեն ես։ Մի քիչ հանգստացիր։ Հայրիկ, դու պետք է հանգստանաս։ Ես եկել եմ թափքին ամուսնացնելու։ Ես կանեմ ինչ պետք է։ Ճիշտ չէ թափքի։ Իհարկե, շատ ճիշտ ժամանակին ես եկել Բհայա։ Վաղը մենք Դրուվի եւ թափքիի համար մատանիներ ընտրելու ենք գնալու։ Դու էլ կգաս մեզ հետ։ Ու նաեւ կտեսնես, թե Դրուվն ինչքան սիրունատես է ու հմայիչ։ Կեցես թափքի։ Ես շատ ուրախ եմ քեզ համար։ Տղաս, քո գալուց ես ինձ այնքան ամուր եմ զգում։ Հայրիկ, ոչինչ բանի մասին չմտածես։ Ես ամեն ինչ կանեմ թափքի հարսանիքի համար։ Ես կկատարեմ բոլոր պարտականություններս։ Բացակա եղած ժամանակի տեղն էլ կհանեմ։ Տոկոսներով։ Ողջ եղիր։ Ողջ եղիր, տղաս։ Իմ առաջին խոնարհվիր։ Ադիտի։ Սա Դրուվ ջին է։ Այն մարդը, որը գողացել է մեր քույրիկի սիրտը։ Սա էլ իմ սիրելի եղբայրն է, Վարունը։ Երեք է Դուբայից վերադարձել։ Ողջույն, ուրախ եմ ծանոթանալ։ Ես շատ եմ լսել քո մասին։ Ես էլ քո։ Գալուց վարկելից միայն քո մասին ենք խոսում։ Տեսեք, մայրիկն էլ եկավ։ Նամաստե Պունամջի։ Նամաստե եղբայր։ Նամաստե։ Աղջիկս։ Ողջ ու երջանիկ եղիր։ Հիշում ես։ Մայրիկը չպետք է լսի, թե ինչպես է թափքին կակազում։ Արի։ Եթե հանկարծ իմանա, որ թափքին կակազում է, մեր խաղի վերջը կգա։ Նամաստե մորաքույր։ Նամաստե։ Դա Վարունն է, թափքիի մեծ եղբայրը։ Ինչ հաճելի է, տղաս արի այստեղ։ Նայենք ամուսնական մատանիները։ Եկեք, Մաջի։ Նայեք, այստեղ լավագույն մատանիներն են։ Քույրիկ, հապա նայեք։ Այո, լավն է։ Ինչպես թե լավն է։ Ես հարսիս համար եզակի մատանի եմ ընտրելու։ Նրա պես գոհար։ Մանիկլաջի, մի բան, մի չտեսնված բան ցույց տվեք, բոլորից տարբերվող։ Սրանց նայեք։
Ներեցեք, ես հիմա կգամ։ Այս գնումների պատճառով շատ ուշացա։ Թափկի Բահաբին երևի արդեն եկել է։ Ներեցեք, ես ձեզ չտեսա։ Դուք էլ երևի ուշադիր չէիք։ Լրիր, դու ես մեղավոր հիմար, բայց ինձ ես մեղադրում։ Գոնե գիտես թե ինչ արժեն այս կոշիկները։ Ես սրանք 5000-ով եմ գնել Ամերիկայից, իսկ դու փոկեցիր։ 5000 ռուփիով կոշիկ, ուրեմն հաստատ ներողություն։ Ներողությունով կոշիկը չես նորոգի։ Ո՞վ ես դու։ Ինչ ես անում այստեղ։ Եկել ես փող հավաքելու։ Ոչ։ Կարգին ընտանիքից ես երևում։ Ինչու ես ողորմություն խնդրում։ Լսեք, ես Լրիր, կոշիկս փչացրիր ու դրվիճում ես։ Կարմիր պայուսակից հանիր կապույտ փաթեթը։ Լսիր, ներիր, ինչքան անամոթ կարելի է լինել։ Կոշիկս փոկեցիր, հիմա էլ հանգիստ եկել ես, խոսում ես հեռախոսով։ Դու չգիտես երևի թե ես ով եմ։ Գիտեմ, եթե աղջիկը կարող է 5000 ռուփի տալու մի զույգ կոշիկ գնել, ուրեմն կամ նա շատ հարուստ է, կամ էլ շատ աղքատ, հոգեպես։ Կարծում ես ես խելք չունեմ։ Եթե ունենայր, սխալատ կընդուներ վիճելու փոխարեն։ Կմտածեր, թե ինչպես 5 ռուփիով նորոգես 5000 ռուփիանոց կոշիկը։ Իսկապես։ Դե եթե այդքան խելոք ես, ինչու չես ասում, թե ինչպես դա նորոգեմ 5 ռուփիով։ Ողջույն Կիրան։ Բահայա, ինչու է իր թափքին զանգելու սոսինց ուզում։ Ահա։ Բահայա, այո։ Խնդրեմ, ձեր 5000-անոց կոշիկը 5 ռուփիանոց սոսնձով նորոգվեց։ Ես ապացուցեցի, որ խելք ունեմ։ Մնացածը դուք որոշեք։ Ինչպես տեսնում եմ, ձեզ իրար ներկայացնելու կարիք չկա։ Բայց գոնե մեկը մյուսի անունն իմացեք, նոր կռվեք։ Սա իմ սիրելի եղբայր Վարունն է։ Երեք Դուբայից է վերադարձել։ Սա էլ Կիրանն է, Դրուվջիի քույրը։ Ողջույն Կիրան։ Ողջույն։ Եկեք գնանք, թե չէ Դրուվն ու Թափկին առանց մեզ կընտրեն մատանիները։ Եկեք։ Մայրիկ, այս մեկը։ Սա։ Դղաս, սա շատ լավն է։ Ողջույն, ներեցեք, նամաստե։ Նամաստե։ Ողջույն Բահաբի։ Ներիր, որ ուշացա։ Դու էլ նա երկանը եկել ես։ Լավ մատանի է Դրուվի համար։ Ինչ է մայրիկ, այս հասարակ մատանին Դրուվի ամուսնության համար։ Ադամանդով ընտրիր։ Այս սրա նման։ Շատ լավ, մայրիկ ինձ թվում է սա հրաշալի ամուսնական մատանի է։ Այո, մատանին շատ շքեղ է ու տիրոջն արժանի։ Այո, Դրուվ, շատ լավն է։ Քեզ կսազի, նայիր։ Ու շատ էժան է, ընդամենը 200,000 ռուփի։ Բիհան, ես այդպիսի պսպղոն բաներ չեմ սիրում։ Ինձ այս մատանին ավելի շատ է դուր գալիս։ Բայց Դրուվ, լսիր։ Դու այդ մատանին էլ երբեք չես անելու, լավ մտածիր, նոր ընտրիր։ Այո, Բահաբի, բայց Այո, Բիհանը լավ մատանի էր ընտրել։ Ճիշտ է, իմ եղբայրը լավագույնն է արժանի։ Մեր Թափկի Բահաբիի նման։ Դրուվն այս մատանին է հավանում, ինչ կա որ։ ոչ մոլակույր։ Կիրանը ճիշտ է։ Լավագույն մարդիկ լավագույնին են արժանի։ Մենք կգնանք այդ մատանին։ Դուք միայն ձեր հարսանիքը վայելեք, մնացածը եղբայրդ կանի։ Տեսնում ես ինչ եղբայր ունես։ Ինչ լավ եղբայր է։ Լավ, մատանին դնում են այն մատին, որն ուղիղ սիրտն է ցույց տալիս։ Իսկ այն ինչ սրտին է վերաբերում, պետք է մարդուն հոգեհարազատ լինի։ Մենք ընտրեցինք Դրուվի եւ Թափկիի ամուսնական մատանիները։ Մանիկլաջի, մատների չափն առել եք։ Այո, առել եմ։ Երեկոյան կողմ մատանիներն արդեն պատրաստ կլինեն։ Մեկին կուղարկեք դրանց հետևից։ Շատ լավ։ Մանիկլաջի, երեկոյան ես կգամ մատանիները վերցնելու։ Դու ինչու գնաս։ Դու այնքան հոգնած ես տուն վերադառնում։ Բիհանն է օգնում պատրաստվել հարսանիքին։
Նա էլ դրանք կվերցնի։ Ճիշտ չէ, Բիհան, կբերես։ Այո, մամ, ես կբերեմ։ Քույրիկ, ասեք, դուք ինչպես եք պատրաստվում։ Այո, որովհետև փեսայկողը պետք է մի լավ ուրախանա։ Մի րոպե, ճիշտ է, մենք հարսի կողմից ենք, բայց պակաս չենք զվարճանալու։ Ահա Բիհան բայա քո ապրանքը։ Ստուգել ես։ Այո, բայց դու էլ մի անգամ նայիր, որ կասկածներ չունենաս։ Նայր։ Սա թափքի համար է, իսկ սա էլ եղբորս Դրուվի համար։ Նորմալ է։ Այո, իմ կողքին դու ես խելոքանում, գիտես։ Ես կարող եմ խելոքանամ, բայց ուսուցիչը միշտ էլ դու ես մնալու։ Արի։ Լսիր, եղբայր, ինչ ես անում, առանց սաղավարտի գնալով որոնքն ես խախտում։ Այդպես չի կարելի, ճիշտ էր ասում։ Դու երբեք ուսուցիչ չես լինի, վախկոտ։ Սա վախ չէ, սա զգուշավորություն է։ Կամաց, ինչ ես անում։ Տանել չեմ կարողանում, երբ այս պահերին զանգ են տալիս։ Բայց ով է։ Մարիս է զանգ տալիս։ Նախ միտեղ կանգնիր, մոտոցիկլետով գնալուց չես կարող խոսել։ Կանգնիր։ Սպասիր։ Այսպես։ Բիհան։ Այո, մայրիկ, ասա։ Վերցրիր մատանիները։ Ստուգել ես։ Մայրիկ հանգիստ եղիր, ես բացել եմ, նայել եմ ու տեսել եմ։ Լսիր ինձ, Դրուվի մատանին թափքի տուն տար, իսկ նրան մեր տուն կբերես, լավ։ Հասկացար։ Այո, իհարկե հասկացա։ Լսիր, ես քեզ ասել եմ, որ զգույշ վարվես մատանիների հետ։ Դրանք մեծ սիրով են ընտրվել։ Ման հոգ եղիր, ապահով տեղ եմ դրել մատանիները։ Սրտիս մոտիկ։ Գիտեմ տղաս, դրա համար էլ ես այդ գործը քեզ եմ վստահել։ Դու վստահելի մարդ ես, լավ, հետո կխոսենք։ Պան, ինչ եղբայր, գրպարումս միայն մի մատանի կա, իսկ մյուս նոր է։ Սա թափքի մատանին է։ Մյուս նոր է կորել։ Լսի, երբ ընթացքը արագացրիր, ես զգացի, որ մի բան ընկավ։ Այո, հնարավոր է։ Դրանք եթե չգտնենք շատ վատ կլինի։ Այո։ Սպասիր եղբայր, սպասիր, այստեղ պետք է լինի։ Հանգիստ եղիր, հաստատ կգտնենք։ Բայց պան, այո, այստեղ ոչինչ չկա։ Կտեսնես, անպայման կգտնենք։ Եթե Դրուվի մատանին կորցնենք, ինչ եմ տալու թափքի ընտանիքին։ Մայրիկ ինձ վստահել էր, իսկ ես դա կորցրի։ Ես կորացեմ։ Մայրիկը շատ կբարկանա։ Եղբայր, այդքան մի նեղվիր, ավելի լավ է ասա, թե ինչ կարող ենք անել։ Ոչ, այս երգը չէ։ Այդպես չի ստացվի։ Մայրիկ, սա այնքան լավ երգ է, խոսիր նրա հետ։ Ոչ, մամ, ես չեմ կարող այդ երաժշտության տակ պարել։ Դա շատ արագ է։ Թափքի, արդեն քանի երգ փոխեցիր։ Ոչինչ, հարսը պետք է իր ուզած երաժշտության տակ պարի։ Պարին ինչպես ուզում ես։ Այո, ուրեմն որոշված է։ Ես ինքս կընտրեմ ինձ համար երաժշտություն։ Ոչ։ Ոչ։ Խնդրում եմ դի, ամեն անգամ այդ երգը լսելուց դու քեզ կորցնում ես, միայն թե դա չէ։ Իսկապես։ Ես հիմա իմ սիրած երգը կմիացնեմ, լավ։ Ես կընտրեմ, թե ինչ է պետք։ Սա իմ սիրելի երգն է։ Դու Մերեցեք, ես չգիտեի, որ դու հետ կգաս։ Նամաստե, քերի, նամաստե տղաս։ Ինչի համար ես եկել, ամեն ինչ կարգին է։ Այո, քերի, մայրիկն ինձ ասել էր, որ Դրուվի մատանին ձեր տուն բերեմ։ Ահա։ Բայեք ձեզ մոտ։ Դե լավ, ես գնամ։ Ոչ, տղաս նստիր, մեզ հետ կճաշես։ Չէ, ես գործեր ունեմ, երկար չի տևի, մի քիչ կեր։
Թափքի, արի աղջիկս։ Արի տղաս, արի։ Դու էլ արի, բան։ Դե տղաս։ Ինչպես են առաջ գնում պատրաստությունները։ Ամեն ինչ հոյակապ է։ Հայրդ ինչպես է։ Լավ է, նորմալ։ Գերեք։ Մի վախեցիր։ Ես այսօր ոչինչ չեմ եփել։ Ամեն ինչ թափքին է պատրաստել։ Վերցրեք տղաս, վերցրեք։ Վերցրու։ Լավն է, չէ՞։ Այո։ Իսկ հիմա հյութ խմեք տղաս։ Այդտեղ կակաչի սերմեր չկան։ Դա դառը դեղ է։ Վերցրու։ Ինչ եղավ։ Սա հյութ չէ, այնքան դառն է, որ դառը չի եղբայր։ Մեղրի պես քաղցր է։ Խմիր։ Չէ, շատ դառն է։ Իմը լավն է։ Քոնն ինչպես է դառը ստացվել։ Մի խմիր, եթե չես ուզում։ Բայց մի խափիր ու թափքի իմ վատ վիճակի մեջ մի դիր։ Խափում եմ։ Դառը թույն է։ Խմիր, թող իրեն լավ զգա։ Արագ խմիր։ Ես մատանին տվեցի, հիմա գնում եմ։ Ցտեսություն։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։